Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիայի նախագահականը հերքում է թուրքական մեդիայում տարածված լուրը, թե Էրդողանը որոշել է $10 միլիոն ուղարկել Հայաստան զոհված հայ զինծառայողների ընտանիքներին օգնելու համար։ Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում Հայաստանի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ թոշակառուներին եւ հատուկ խնամքի կարիք ունեցող ընտանիքներին ներառող հայաստանյան հասարակության խոցելի շերտերին $10 միլիոն Միացյալ Նահանգների դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ լիովին անհիմն է, հայտնում են Թուրքիայի նախագահականից եւ հավելում։ Կարևոր է, որ հասարակությունը չվստահի Թուրքիայի եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների դեմ ուղղված ապատեղեկատվությանը եւ առաջնորդվի բացառապես պաշտոնական մարմինների կողմից արված հայտարարություններով։ Թուրքիայում տարածվել են պնդումները, թե հայերը աղքատ են եւ հանուն ֆինանսական բարեկեցության պատրաստ են հրաժարվել անգամ պատմական Հայաստանից։ Ոմանք ծիծաղով, ոմանք փորձելով հասկանալ մեջբերում են նաեւ հանգամանքը, որ անգամ Արցախում պարտությունից հետո հայերը ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Թուրքիայի պետական մեդիան դիտարկում է Հայաստանի հնարավոր գործողություններն իշխանափոխության պարագայում քրդական ռիսկը վերլուծելիս։ Daha fazla kan akmadan Ինչ է լինելու Թուրքիայի հետ Էրդողանից հետո, ում դեմ եւ ինչպես է պայքարում Էրդողանի որդին իշխանության համար։ Erdoğan sonrası süreçte de Բիլալ Էրդողանը պնդում է, թե հայրը չի վախեցել ուրիշի մեկնած ջրից թունավորվել, շաքարը պետք է վերահսկի, բայց Ancak bunun bir risk olduğunu belirtti. ինչպիսի Թուրքիայի առաջ են կանգնած հայերը հիմա, եթե հաշտության մասին խոսող Դինքին 19 տարի առաջ սպանեցին։ Onun faşist ayak takımına, öfkeyle üzerine gelen medyaya, hatta giderek kiliseye, diasporaya kafa tutuşu. Եվ հարցազրույց այսօր Հեման Մամրաշ լրագրող Իրաքյան Քրդստանից թուրքերը գիտեն, որ այդ հողերն իրենցը չեն եւ իրենք հեռանալու են։ They understand that. They know that it's not their place. One day they have to leave. Եվ այսպես Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը դիտարկում է Հայաստանի հնարավոր գործողությունները իշխանափոխության պարագայում քրդական ռիսկը վերլուծելիս։ Հրապարակել են ծավալուն վերլուծություն, փորձելով հասկանալ, թե ով եւ ինչպես կարող է հովանավորել քրդական աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական է հռչակված եւ որին Էրդողանը զինաթափեց, բայց փաստորեն չեն բացառում, որ քրդերը կարող են նորից գլուխ բարձրացնել։ daha fazla kan akmadan Հետագա արյունահեղությունից խուսափելու համար Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող ահաբեկչական կազմակերպությունը պետք է վայր դնի զենքերը եւ հայտարարի ինքնալուծարման մասին։ Նրանց կողմից հետագա սադրանքները հավասարազոր կլինեն ինքնասպանության։ Քրդերը Թուրքիային, Թուրքիայի ազգային անվտանգությանը, Թուրքիայի գոյությանը սպառնացող գլխավոր ռիսկն են։ Ով կարող է հովանավորել այդ ռիսկը, կազմված եւ հրապարակված ցուցակը մեծ չէ։ Քրդական աշխատավորական կուսակցության համար այժմ գերխնդիր է գոյատևել ինտեգրվելով այն պետությունների ռազմավարական օրակարգերին, որոնցից պաշտպանություն է ակնկալում։ Այս տեսանկյունից օգտակար է կանխատեսել, թե ինչ ձևաչափով աջակցություն ստանալու համար կդիմի քրդական աշխատավորական կուսակցությունը մոտ ապագայում այնպիսի դերակատարների, ինչպիսիք են Իրանը, Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսի հունական վարչակազմը, Հայաստանը եւ Ռուսաստանը։ Ինչպես նաեւ այն, թե ինչ առաքելություն եւ գործառույթներ են այս դերակատարները սահմանելու PKK-ի համար աջակցության դիմաց գրված է հոդվածում։ Նշված պետությունների գլխավոր ընդհանրությունն իրականում այն է, որ Թուրքիան բոլորից ունի տարածքային պահանջներ։ Բավական է հիշել միայն Էրդողանի ձեռքին այս քարտեզը թուրքական աշխարհը 2040 թվականին։ Մնաց 14 տարի եւ քրդերը այլ երկրների տարածքներ մտնելու համար Թուրքիայի ֆավորիտ պատրվակն են։ Սրա մասին ավելի մանրամասն քիչ անց։ Մինչև այդ առանձին դիտարկում են նշված երկրները եւ Հայաստանի մասով գրում են։ Հայաստանի տեսանկյունից կառավարության փոփոխության կամ հիմնարար քաղաքական վերափոխման սցենարում 1915 թվականի իրադարձություններից բխող թշնամանքով եւ Ղարաբաղյան պարտության
տրավմայով առաջնորդվող Երևանի վարչակազմը կարող է ավելի ու ավելի շատ դիտարկել քրդական աշխատավորական կուսակցությունը որպես ռազմավարական ակտիվ առաջնորդվելով «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքով։ 1915 թվականի իրադարձություններ ձևակերպումն օգտագործում են հայոց ցեղասպանությունը հերքելով։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը ևս Հայաստանի եւ Փաշինյանի մասին երկու շաբաթ առաջ խոսելիս ընդգծել էր Հայաստանում սպասվող ընտրությունների hանգաmanքը. Sadece şimdi Ermenistan'ın işte yapması gereken birkaç konu var. Bu konuda seçimler var biliyorsunuz. Önümüzdeki Haziran'ın başında Ermenistan'da o da önemli bir aşama olacak. Ama biz Sayın Paşinyan'ın yani şu anda kamuoyu yoklamalarında önde gittiğini görüyoruz. Bu konudaki oynadığı yapıcı rolü de gerçekten destekliyoruz. Միայն թե կան մի քանի բաներ, որոնք Հայաստանը պետք է անի։ Այդ բաներից ընտրություններ են սպասվում առաջիկա հունիսի սկզբին Հայաստանում։ Ինչպես գիտեք, դա էլ կարևոր փուլ կհանդիսանա, սակայն մենք տեսնում ենք, որ Փաշինյանը այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներով, այդ թեմայով նրա կառուցողական դերին մենք իսկապես աջակցում ենք։ Այդ գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը դիտարկում է նաև թե իբր ինչ հնարավոր միջոցներով Հայաստանը կարող է օգնել քրդերին։ Քրդական կազմակերպության համար անվտանգանցման, լոգիստիկ վարականների եւ հետախուզական տվյալների փոխանակման նման կոնվենցիոնալ աջակցությունից բացի Հայաստանի հիմնականում սպառնալիք է դիվանագիտական եւ հոգեբանական ճանաչողական պատերազմի ոլորտում աջակցության առումով։ Երևանը հնարավոր է օգտագործելով իր սփյուռքը քրդական հարցի քարոզչությունը հայկական պատմությունների հետ զուգահեռելու համար կարող է նաև առաջնահերթություն տալ զոհի դիվանագիտությանը, որը նպատակ ունի միջազգային ասպարեզում Թուրքիայի համար բարոյական եւ իրավական լեգիտիմության ճգնաժամ ստեղծել։ Իհարկե առանձին դիտարկում են Հայաստանի տարածքով պաշտոնական անունով Թրամփի ուղին թուրքական ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը։ Տարածաշրջանում, մասնավորապես Զանգեզուրի միջանցքում անկայունություն առաջացնելու ներուժը պետք է ուշադիր վերահսկվի, գրում են մի հատվածում, բայց Հայաստանից առաջ Իրանից քրդերին ուղղված հնարավոր աջակցությունը դրա տեսակները վերլուծելիս եւս անդրադարձել էին Հայաստանի տարածքին ու Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Իրանը կարող է օգտագործել Զանգեզուրի միջանցքը, որը անմիջական կապ է ապահովում Թուրքիայի եւ թուրքական աշխարհի միջև, որպես արգելապատնեշային ուժ, անկայունացնելով տարածքը Թուրքիա-Իրան-Հայաստան սահմանային եռանկյունում քրդական աշխատավորական կուսակցության տարրեր մոբիլիզացնելով։ Այս ամենից հստակ է, որ Թուրքիայում պատրանքներ չկան խաղաղության, հաշտեցման եւ նորմալացման մասին ու այն, ինչ մատուցում են Հայաստանին եւ հայերին, քող է, որի տակ հասնելու են իրենց նպատակներին։ Հայաստանում ընտրություններում հնարավոր իշխանափոխությունը եւ դրա հնարավոր հետևանքները դիտարկում են, որովհետեւ գիտեն այն, ինչ անում է Փաշինյանը, եթե ձևակերպենք մեղմ, Փաշինյանի ընկալումն է, ոչ թե Հայաստանի եւ հայերի։ Եվ Փաշինյանից հետո Թուրքիան կարող է ամեն ինչ այսքան հեշտ չստանալ։ Այնինչ ուզում է ստանալ Թուրքիան նույնպես հստակ է։ Ներկայացնենք Թուրքիայի ազգային համոլական կուսակցության առաջնորդի խոսքով, որի հետ Էրդողանն օրեր առաջ նորից հանդիպել էր։ Դևլետ Բահչերին բացահայտել է, թե ինչ է ասել Էրդողանին այդ հանդիպման ժամանակ։ Օմարը գրավեց Երուսաղեմը, Սալահեդինը գրավեց Երուսաղեմը, Սուլթան Սելիմը գրավեց Երուսաղեմը, Աբդուլ Համիդը շնացրեց այն։ Այս 4 անունները կարևոր եւ խորհրդանշական են Երուսաղեմի համար։ Ինչու Էրդողանը 5-րդը չէ։ Պատմության մեջ կապ կա Դամասկոսի եւ Երուսաղեմի նվաճումների միջև, ով նվաճում է Դամասկոսը, Սիրիայի մայրաքաղաքը, անխուսափելիորեն նվաճում է Երուսաղեմը։ Տարածաշրջանի մարդիկ փնտրում են ուժեղ առաջնորդ, որին կարող են վստահել, ասել է Բահչելին։ Սա ոչ միայն Թուրքիայից հնչած հերթական խոստովանությունն է, որ փաստացի օկուպացրել են Սիրիան, այլև ապացույց է, որ Թուրքիան կանգ առնել չի պատրաստվում եւ նոր տարածքներ է ծրագրում վերցնել այս կամ այն մեթոդով, որոնք պարզ տեսել ենք Սիրիայում։ Իր մշակած անձին նախագահ նշանակելը, դրանից առաջ սկսած քրդերի դեմ հակաահաբեկչական գործողություն կոչվածները, սա թուրքական հետախուզության ամենասիրելի ձևակերպումներից եւ պատրվակներից մեկն է՝ հակաահաբեկչական գործողություն։ Եվ թուրքական պետական մեդիայի դիտարկվող հոդվածը բոլորովին պատահական չէ։ Այն հող է պատրաստում, որ հարմար պահին նշված երկրների դեմ գործելու համար քրդական պատրվակը Թուրքիան ունենա։ Մեթոդների մասով ընդգծենք, որ նշված երկրներից յուրաքանչյուրի պարագայում Թուրքիայի նպատակը նույնն է, բայց գործիքներն ու ֆիգուրները տարբեր են, պայմանավորված որոշ հանգամանքներով։ Օրինակ, եթե
Երուսաղեմի մասին Թուրքիայի գորժ Գայլ Բահչարին է խոսում, Հայաստանի տարածքի դեմ Թուրքիայի նախագիծ Ադրբեջանն է գործում։ Այս թեմայի ավարտին միայն հավելենք, որ Հայաստանի արտաքին հետախուզության Հայաստանի 2026 թվականի ռիսկերի մասին զեկույցում Թուրքիան անգամ դիտարկված չէր որպես ռիսկ։ Նշված էր միայն տնտեսական ենթակառուցվածքներին առնչվող էջում եւ դրական ենթատեքստով։ Անգամ Մերձավոր Արևելքի զարգացումները դիտարկելիս Հայաստանի արտաքին հետախուզությունը թուրքական գործոնին այս զեկույցում չի անդրադարձել։ Ինչ է լինելու Թուրքիայի հետ Էրդողանից հետո, ովքեր են պայքարում իշխանությունը վերցնելու համար Էրդողանի պալատում եւ թիմի ներսում, ում է նախընտրում իշխանությունը փոխանցել ինքը Էրդողանը։ Այն պահից, երբ Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում եւ պաշտոններում կարող ենք ասել, տեղերով փոխեց Հական Ֆիդանին եւ Իբրահիմ Քալոնին, Թուրքիայի ամենաերևացող քաղաքական գործչին, Քալոնին նշանակելով ամենագաղտնի հետախուզական ծառայության ղեկավար, իսկ Ֆիդանին 10 տարուց ավելի հետախուզությունը ղեկավարելուց հետո դարձնելով արտաքին գործերի նախարար, սկսվեցին խոսակցությունները, որ Էրդողանը նրանց պատրաստում է որպես իր իրավահաջորդ, բայց Թուրքիայում կան նաև շշուկներ, որ Էրդողանն իրականում ցանկանում է իշխանությունը փոխանցել իր որդուն Բիլալ Էրդողանին, որին իրականում Թուրքիայում այնքան էլ չեն սիրում ու բավականաչափ խելացի չեն համարում, սա մեղմագույն ձևակերպում է։ Եթե որոշ հայտնի փաստերի վրա, ինչպես օրինակ Էրդողանի կոռուպցիան կոծկելու սկանդալի վրա դեռ աչք փակեն, բայց Էրդողանի որդին իր հավակնությունների վրա աչք փակել չի պատրաստվում, կարծում են Türkiye'yi ընդդիմադիր հեռուստալիքի եթերում։ Erdoğan sonrası süreçte de Hakan Fidan isminin karşısında Bilal Erdoğan'ın tek ve en güçlü seçenek olarak yer aldı. Էրդողանը համարվում է Հական Ֆիդանի դեմ միակ եւ ամենաուժեղ տեխնացուն Էրդողանից հետո գործընթացում։ Սա քննարկվել է երկար ժամանակ։ Պարոն Բիլալը հերքում է, ասում է որևէ առնչություն չունի քաղաքականության հետ։ Նույնիսկ ասում է նման տեղեկատվություններ տարածողները գյուլենականներ են, բայց վերջերս նա հարցազրույց տվեց Կատարի Աթեր հեռուստաալիքին։ Հարցազրույցը դեռ չի հրապարակվել, բայց թիզեր է հրապարակվել։ Չգիտեմ, տեսել եք այն, շատ հետաքրքիր է։ Արաբական հեռուստաալիքի կարևոր անձիկ կոչվող ոդքասթի թիզերում Էրդողանի որդին խոսում է նաև արաբերեն ու պատմում, որ մայրը ծնվել է արաբների ընտանիքում, մորտանը տատն ու պապը արաբերեն էին խոսում։ Սա կարևոր է Էրդողանի տարածքային հավակնություններն ընդգծելու համար, բայց Թուրքիայում այս թիզերը լայնորեն քննարկում են, որովհետև Էրդողանի որդուն ուղիղ հարցրել են։ Փոխարինելու է արդյոք հորը, պատրաստվում է դառնալ Էրդողանի իրավահաջորդը։ Գովազդային թիզերում պատասխանը չի հնչում եւ թուրքերը հիմա իսկապես սպասում են ամբողջական հաղորդման հեռարձակմանը։ Adalet ve Kalkınma Partisi Erdoğan'ın tıpkı bir tesbihin imamesini oluşturduğu gibi. Արդարություն եւ զարգացում կուսակցությունը Էրդողանը ղեկավարում է Համրիչի վերջում գտնվող ուլունքի նման, բայց Համրիչի վրա կան շատ այլ ուլունքներ։ Այդ կուսակցության մեջ կան տարբեր խմբակցություններ, տարբեր միտումներ, անուններ, առաջնորդական տարբեր ներուժով, նույնիսկ ոմանք ասում են տարբեր գաղափարախոսություններ կան։ Հիմա այս տեսանկյունից դիտարկելով հարցնենք, թե արդյոք Բիլալ Էրդողանը պատրաստվում է Թայիպ Էրդողանի փոխարեն դառնալ Թուրքիայի Հանրապետության նախագահի տեխնացու։ Հրապարակավ ասում է նման ծրագրեր չունի, բայց ինչ է պատասխանում այս հարցին Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ներսում։ Ինձ այս հարցի պատասխանն է հետաքրքրում։ Պատասխանը Էրդողանի որդու գործողություններն են։ Քանի դեռ Ֆիդանը զբաղված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, Թուրքիայի հարաբերությունները կարգավորելով, Քալանը Սիրիայում Թուրքիայի օկուպացիան անշրջելի դարձնելով, Բիլալ Էրդողանը Թուրքիայի ներսում է աշխատում ընտրողների հետ, երիտասարդ ընտրողների ստեղծելով ու ղեկավարելով համալսարան, հիմնադրամներ, որոնց միջոցով էր հենց թալանում էր թուրքերին կոռուպցիոն գործերով ժամանակին անգամ նրան ձերբակալելու որոշում է եղել։ Այդ հիմնադրամների միջոցով փողերը գողանալու մեղադրանքով։ Bilal Erdoğan gelecek mi gidecek mi? İşte Bülent Arınç onu söyledi. Hazırlanıyor mu en Aslında azından? fiilen Bilal Erdoğan. Բիլալ Էրդողանը կգա թե կգնա։ Իրականում Բիլալ Էրդողանը գիտի անկասկած, քանի որ նա նախագահի որդին է եւ ամենավստահելի անունը, որ կուսակցության ներսում, կուսակցության կենսական ուժը պահողը հենց այդ հիմնադրամներն են, որոնց մասին խոսեցի։ Հիմնականում Թյուգբան եւ Թյուգևը։ Սրանք Արդարություն եւ զարգացում կուսակցության ընտրողների բազան են։ Բիլալ Էրդողանն այս հարցազրույցում առաջին անգամ անդրադարձել է նաեւ արդեն 3 տարի քննարկվող մի տեսանյութի, որում Էրդողանը հրաժարվում է ուրիշի մեկնած ջրի բաժակը վերցնել, բայց երբ որդին է տալիս, վերցնում է։ Բիլալ Էրդողանն ասել է, որովհետև անվտանգությանը, առողջությանն առնչվող հարցեր կան։ Էրդողանը պետք է շաքարին հետևի։ Եվ թուրքական հեռուստաեթերում ցուցադրում են, թե ինչպես է Էրդողանը Ռուսաստանի նախագահի հետ պաղպաղակ ուտում, Թուրքիայում այլ հանդիպումների ժամանակ այլ քաղցրավենիքների ախորժակով նայում ու ուտում։
Այս թեմայի վերջում, անկախ նրանից, թե ով կլինի Թուրքիայի նախագահը, Էրդողանը մինչև իր վերջին շունչը, Էրդողանի որդին արտգործնախարար Ֆիդանը, թե հետախուզության ղեկավար Քալանը կամ մեկ ուրիշը, Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել, առնվազն վերջին 100 տարում մանևրել են մեթոդների հարցում, բայց ռազմավարական նպատակը նույնն է։ Հետևաբար, այո, պետք է դիտարկել ու հասկանալ, թե ինչ է սպասվում Թուրքիայում, բայց ավելի կարևոր է ոչ թե այն, թե ով է լինելու Թուրքիայի նախագահը, այլ այն, թե ով է առաջնորդելու հայերին։ Հունվարի 19-ին Թուրքիայի ամենահայտնի հայերից մեկի Hrant Dink-ի սպանության 19-րդ տարելիցն էր։ 19 տարի անց փաստն այն է, որ բանտից դուրս եկած մարդասպանը սեղան է նստում Թուրքիայի ազգայնամոլների գորշ գայլերի հետ եւ սպանության իրական պատասխանատուները պատասխանատվության այդպես էլ չընթարկվեցին։ Hrant Dink-ը խոսում էր հայերի եւ թուրքերի միջև կամուրջների հաշտության մասին եւ սպանվեց հենց այդ պատճառով։ Թուրքերը չկարողացան հանդուրժել հաշտության եւ արդարության նրա կոչերը։ Դինքի սպանության այս տարելիցին Թուրքիայի ամենահեղինակավոր ընդդիմադիր լրագրողներից Ջան Դյունդարը պատկերավոր է բացատրել, թե ինչպիսի Թուրքիա է կանգնած այսօր Հայաստանի առաջ, նկատելով Թուրքիայի ատելությունը հայ եկեղեցու եւ հայկական սփյուռքի դեմ։ Hrant Dink'in cenazesi Türkiye'de gördüğüm en görkemli cenazelerden biriydi. Hrant Dink-ի հուղարկավորությունը Թուրքիայում իմ տեսած ամենահիասքանչ արարողություններից մեկն էր։ Մոտ 100,000 մարդ քայլում էր կողք կողքի, ուսուսի, միասին, ցավով, զայրույթով եւ վճռականությամբ։ Մի դրվագ եղավ, որը չեմ կարող մոռանալ, երբ մենք քայլում էինք, վանկարկելով բոլորս հայենք, լսեցի երկու ոստիկանների, որոնք մայթեզրին զրուցում էին։ Լսեցի, որ նրանք ասում էին. Թուրքիայում այսքան շատ հայեր կան, ժպտացի։ Lüce üstlenmesine şaşırmışlardı. Նրանք զարմացել էին, որ տասնյակ հազարավոր մարդիկ կամավոր ընդունեցին մի ինքնություն, որը որոշ շրջանակներ օգտագործում են որպես վիրավորանք։ Հենց Հրանտն էր, որ մեզ տվեց այս կարեկցանքի զգացումը, նրա պայքարը, նրա դիմադրությունը, նրա մարդկայնությունը, նրա անհնազանդությունը տաբուներին, նախապաշարմունքներին եւ ատելության խոսքին։ Onun faşist ayak takımına, öfkeyle üzerine gelen medyaya, hatta giderek kiliseye, diasporaya kafa tutuşu. Նրա անհնազանդությունը ոչ միայն ատելություն տարածող ռեժիմին, այլև այդ ռեժիմի ֆաշիստ կամակատարներին, որոնք զայրույթով հարձակվում են լրատվամիջոցների վրա եւ նույնիսկ ավելի ու ավելի հաճախ եկեղեցու եւ սփյուռքի դեմ։ Թուրքիայի վախվորած աղավին էր հայ Դինքը, բայց ինչու էր վախվորած։ Ինչու թուրքերը չէին կարող հանդուրժել անգամ հային, որը խոսում էր հաշտվելու մասին։ Türkiye'de yazar olmak biraz da kaleminle kendi mezarını kazmak gibidir. Թուրքիայում գրող լինելը մի փոքր նման է սեփական գերեզմանը քո գրչով փորելուն։ Դու գիտես կառավարությանը դուր չեկող բաներ ասելու, հոսանքի դեմ թիավարելու, ճշմարտությունը հետապնդելու գինը։ Դու կարող ես հանձնվել, եթե լսես շրջապատի մարդկանց, բայց խիղճդ չի թողնի։ Դու ընտրեցիր գրել, գիտակցելով ռիսկերը։ Նույնիսկ աղավնու անհանգստությամբ դու շարունակում էիր գրել։ Tabuları yazdıkça, yasak toprağı kazdıkça derinleşir mezarında. Երբ գրում ես տաբուների մասին, երբ փորում ես արգելված երկրի շերտերը, քո գերեզմանը խորանում է եւ դու ինչ որ կերպ վճարում ես քեզ համար սահմանված գինը։ Ու թեև Դինքի հուղարկավորությանը բազմաթիվ թուրքեր վանկարկում էին բոլորս հրանտ ենք, բոլորս հայ ենք, Ջան Դյունդարը նկատում է։ Եթե իրենք ամեն տարի Դինքին հիշում են զղջումով, դա մասամբ այն պատճառով է, որ բավականաչափ չեն աջակցել նրան ժամանակին, որովհետև խուլ ականջ են դարձել նրա արդարության կոչերի համար ու չեն կարողացել պաշտպանել մոտեցող աղետից։ Հուսով է կկարողանան պաշտպանել նրանց, ովքեր այդ նույն աղետի մեջ կլինեն Դինքից հետո։ Թուրք լրագրողի այս վերջին ձևակերպումը բաց հուշում է այն մասին, որ թուրքերից սպառնացող աղետը, նաև հայերին սպառնացողը ոչ ոք չի չեղարկել։ 2022 թվականին Հայաստանի սահմանին ջերմուկի ուղղությամբ Թուրքիայի հովանավորյալ ադրբեջանցիները խոշտանգել եւ սպանել էին հայ կին զինծառայող Անուշ Հապատյանին։ 4 տարի անց Թուրքիայի հովանավորյալ ուժերը Սիրիայում խոշտանգում եւ սպանում են
քուրդ զինվորական կանանց։ Որպես ապացույց կտրում են նրանց հյուսքերը եւ տեսանյութեր տարածում։ Քրդերը աշխարհով մեծ արշավով են պատասխանել։ Կանայք երեխաները հյուսում են իրենց մազերը որպես հարգանքի տուրք սպանված քուրդ կանանց եւ ուղերձ նրանց սպանողներին եւ խոշտանգողներին։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Հեման Մարմրաշ, լրագրող Իրաքի քրդական ինքնավարությունից Իրաքյան Քրդստանից։ Կարծում է, որ հայերը եւ քրդերը եղբայրական ժողովուրդներ են։ Կարծում է, որ քրդերի թշնամիները ականատես են լինելու Քրդստանի ձևավորմանը եւ այդ քրդերն են թուրքերին ուղարկելու հետ Միջին Ասիա։ Կարծում է, թուրքերը գիտեն, որ այդ հողի տերը չեն։ Thank you very much for joining us. Շնորհակալություն մեզ միանալու համար եւ իհարկե հարցնելու եմ Սիրիայում ընթացող զարգացումների ու քրդերի վիճակի մասին։ Նախ քրդերը Թուրքիայում սկսեցին զինաթափվել, սա հուլիսին էր։ Հիմա քրդերը Սիրիայում, որը դե ֆակտո թուրքական վերահսկողության տակ է, կանգնած են կոտորածի սպառնալիքի առաջ, եթե վերջ չտան իրենց պայքարին։ Նախ եւ առաջ հարցնելու եմ, թե արդյոք քրդերը այստեղ տեսնում են Թուրքիայի այդ երկրի իշխանությունների դերակատարումը։ Their struggle under the threat of massacres. So my question, first of all, do you see here a Turkish role, Turkish government's role? Thank you again to contact me to. Շնորհակալ եմ ձեր հաղորդման շրջանակում ինձ կրկին հարցազրույցի հրավիրելու համար։ Բարև Հայաստանում իմ բոլոր ընկերներին։ Բարև Հայաստան եւ Աստված պահապան հայ եւ քուրդ ժողովուրդներին։ In Armenia, hi Hayastan, and I hope the God bless Armenian and Kurdish people. So regarding your question, it's a really good question because some people they thinking that the Kurds in Syria they are as a guest in Syria. Ձեր հարցը տեղին է, որովհետև որոշ մարդիկ կարծում են Սիրիայի տարածքում քրդերը հյուր են, երբ իրականում Սիրիայի հյուսիս-արևելքի բնիկ ժողովուրդն են։ Ասադի ռեժիմի շրջանում քրդերն իրենց ինքնությունը կրելու իրավունք չունեին, անգամ Սիրիայի քաղաքացիություն կրելու իրավունք չունեին։ Սիրիայում քրդերին համարում էին Աստծո ստեղծած արտասովոր արարածներ, մարդ չէին համարում։ Արաբական երկրներում որոշ մարդիկ ասում են քրդերը մարդ չեն։ Ցավում եմ, բայց մեզ կենդանի էին համարում։ Some people in the Arabian countries they say the Kurds it's not a human. The God created them as a different creative like a I'm sorry sometimes they say it's like a version of the animals. So but the reality is the Kurdish people they are human. Իրականությունն այն է, որ քրդերը մարդ են եւ լավ մարդ են, ու հիմա ծանր վիճակում են։ 2012-ից սկսվեց քրդերի զարթոնքը Սիրիայի քրդական քաղաքներում։ Ասադի ռեժիմը ստիպված էր ընդունել, որ այդ քաղաքներում քրդերն ուժ ունեն։ Աչք փակեցին այդ հանգամանքի վրա, որովհետև սկսվեցին խնդիրները Թուրքիայի հետ սահմանին, եւ քրդերը կարող էին պաշտպանություն կազմակերպել։ That is regime they recognize the de facto that the Kurdish people they have a power in these cities. They have to protect themselves, and that time they had a problem with in the border on the border with Turkey. So that's why Assad's regime they closed their eyes about the Kurdish people in these cities, and the Kurdish people in Qamishlu, Hasaka and different cities. Qamishliում, Հասակեյում քրդերը ձևավորեցին իրենց ադմինիստրացիաները, որոնք էֆեկտիվ աշխատում էին վերջին 15 տարում։ Իսլամական պետության դեմ Թուրքիայի հովանավորությամբ գործող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում էին քրդերը հաջողություններ գրանցում։ Terrorist groups which is supported in Turkey. So right now they have really in the bad situation. Unfortunately, our friends from Western country and from the United States. Սակայն հիմա հայտնվել ենք ցավալի վիճակում, որովհետև մեր ընկերները, արևմտյան երկրները, Միացյալ Նահանգները, որոնց մենք օգնել ենք իսլամական պետության դեմ պայքարում, հիմա ունեն այլ տարբերակներ՝ նավթ ու փող ստանալու համար։ To getting the money which is the new government in Damascus. Այդ տարբերակը Դամասկոսի նոր կառավարությունն է։ Եվ մեզ հետ հարաբերությունները ցանկանում են ջնջել։ Չեն ուզում տեսնել մեր հարաբերությունների վերջին 15 տարվա պատմությունը, բայց քուրդ ժողովուրդը կպաշտպանի ինքն իրեն։ Եվ քուրդ ժողովուրդը աշխարհի բոլոր երկրներում եւ քաղաքներում, հատկապես Քրդստանի մյուս 3 մասերում, Արևելյան Քրդստանում, Հյուսիսային Քրդստանում եւ Հարավային Քրդստանում, նկատի ունեմ Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի քրդերը, all of the
cities and countries in the world, especially in the other three parts of the Kurdistan, which is the west of Kurdistan, the east of Kurdistan, the north of Kurdistan, and the south of Kurdistan, which is Iraq and Iran and Turkey. We are standing up with them. We are supporting them. Իրենց համերաշխությունը եւ աջակցությունն են հայտնում Սիրիայի քրդերին։ Ամեն օր մենք փողոցներում ենք, ցույցեր կազմակերպելով, հավաքելով հումանիտար օգնություն, սնունդ, դեղամիջոցներ։ Food, the medicine supplement and everything for them because they So you are mentioning that Դուք նշում եք, որ քրդերը միասնական են, բայց մյուս կողմից կա կարծիք, որ եթե քրդերը միավորվեն, քրդերը Սիրիայում, քրդերը Թուրքիայում եւ քրդերը Իրաքում ոչ ոք չի կարող կոտորել նրանց։ Ոչ Սիրիայի ռեժիմը, ոչ Էրդողանը, ոչ ոք, եթե քրդերը կռվեն միասին։ Current regime, not Erdogan, not the Western countries, no one. If the Kurds fight together. We had very real samples in the past. When the Kurdish people united, the Kurdish issue going Մենք անցյալից լավ օրինակներ ունենք, երբ քուրդ ժողովուրդը միավորվում է, քրդական հարցն առաջ է գնում։ Շատ ռեժիմներ են վախենում, որ մենք կմիավորվենք։ Նույնիսկ հիմա, եթե Քրդստանի տարբեր քաղաքներում մենք նորից ոտքի կանգնենք, Արևմուտքը եւ ԱՄՆ-ն կզղջան այն խոսքերի համար, որ ասել են 2 շաբաթ առաջ։ Ոչ միայն քրդերը, մենք ցանկանայինք, որ այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդները միավորվեն։ Այն ժողովուրդները, որոնք մեզ հետ նույն վիճակում են, նաև մեր հայ ընկերները, մենք հայերին ընկերոջից ավելի ենք համարում, եղբայր ենք համարում։ More than friends, as a brothers. Մեր թշնամին նույնն է, մենք նույն վիճակում ենք, մենք պետք է միավորվենք։ So we have the same enemy, we have the same situation in the territory. That's why we have to unite it. Same enemy. Նույն թշնամի, ում նկատի ունեք, ով է հայերի եւ քրդերի թշնամին։ The people Այն մարդիկ, որոնք ահաբեկչական խմբավորումներ են ուղարկում Սիրիա, այն մարդիկ, որոնք ցանկանում են օկուպացնել այլ երկրների տարածքները, այն մարդիկ, որոնք ցանկանում են վերականգնել Օսմանյան կայսրությունը։ People in the territory that they would like to rebuild the Ottoman Empire. What about is? Ինչպիսին է իրական Թուրքիան ձեր գնահատմամբ։ There is no Turkey. There's like a monster of Այստեղ Թուրքիա չկա, հրեշ կա, որը ցանկանում է ուտել ամեն ինչ, մարդկանց արյունը, հողի բարիքները։ Ինչու՞։ Որովհետև նրանք գիտեն, որ այդ հողի տերը չեն։ Why? Because they thinking it's not their land. If you're thinking in somewhere that is not your home, you are not. Երբ մտածում ես քոնը չէ, քո տունը չէ, հոգ չես ստանում, չես խնամում, մաքրություն չես անում, այդ տեղի համար պատասխանատվություն չես ստանձնում։ Place. So this land is not of them. That's why they destroying everything. They would like to make a problem here. Այդ հողը նրանց հողը չէ։ Այդ պատճառով են նրանք կորցանում ամեն ինչ։ Այդ պատճառով ամենուր խնդիրներ են ստեղծում եւ ունեն։ Բնական միջավայրն են ոչնչացնում։ Հողի պաշարներն են անխնավաճառում, որովհետև հասկանում են, նրանք գիտեն, որ դա իրենց տեղը չէ։ Մի օր ստիպված են լինելու հեռանալ։ Սա է Թուրքիան։ That's because they understand that. They know that it's not their place. One day they have to leave. That's the Turkey. There was Armenian genocide. Yes, of course. Հայոց ցեղասպանությունը կազմակերպեցին 1 դար առաջ։ Եթե այսօր քրդերը վայր չդնեն զենքը, իսկապես քրդերի կոտորած կլինի Սիրիայում։ Do you think so? So yes, we saw some really bad actions by the Syrian army. Մենք տեսել ենք Սիրիայի բանակի գործողությունները։ Նրանք կտրում են մեր սպանված քույրերի մազերը, տարածում տեսանյութերը, խոշտանգում են մարդկանց, ձերբակալում են քրդերին առանց որևէ պատճառի։ Այս պահին փակել են դեպի Քոբանի տանող ճանապարհները, որտեղ հիմա ոչինչ չկա, ոչ ջուր, ոչ էլեկտրականություն, ոչ դեղամիջոցներ։ Maybe in these 2 weeks, if the international community, if the Եթե առաջիկա 2 շաբաթում միջազգային հանրությունը չօգնի նրանց, եթե մեր ուղարկած բեռնատարները հումանիտար բեռով չկարողանան մտնել Քոբանի, այնտեղ կոտորած կլինի։ Նոր ցեղասպանություն կլինի 21-րդ դարում։ They are not allowed to enter the Kobani. Maybe Kobani will be a symbol of the massacres, will be a symbol of the
new genocide. Հուսով եմ մարդասիրական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպաններն ինչ-որ բան կանեն քուրդ ժողովրդի համար, որովհետև մենք հիմա ընկերներ չունենք։ Մեր դաշնակիցը հիմա լեռներն են, թեթև զենքերը եւ սկզբունքները։ Մենք հիմա նույն վտանգի առաջ ենք, ինչ 2014 թվականին։ Սա նույն իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն է, այլ անունով, այլ քողի տակ, բայց նրանց գաղափարն ու նպատակը նույնն է։ Այնպես որ նրանց դեմ ոտքի կանգնելը նշանակում է պայքարել ահաբեկչության նոր ալիքի դեմ։ But the same idea. So that's why anyone standing with up, it is against the new terrorism, like a wave in the territory. Why some countries see Kurds as a threat? Ինչու են որոշ երկրներ քրդերին դիտարկում որպես ռիսկ Թուրքիայի պարագայում գնում այսպիսի գործողությունների, ինչ է նշանակում քրդական հարց, որի մասին դուք նշեցիք քիչ առաջ։ Syria, why they see Kurds as a threat? What about is Kurdish issue? What about you were mentioning? But we didn't do any bad things. We just asking about our rights. Մենք ոչ մի վատ բան չենք արել, պարզապես մեր իրավունքներն ենք պահանջում, բայց ցավոք աշխարհի գերտերությունները հիմա տարված են միմյանց հետ պայքարով։ Առևտրով, մարդասիրական խնդիրները նրանց հետաքրքիր չեն։ Trading between each other. They are not looking for the humanitarian issue. So if you have the oil in all the countries, the oil became like a big luck for them, but for us as a Kurdish people, our oil, it's look like the big problem for us. Բոլոր երկրներում նավթ ունենալը մեծագույն հաջողություն է, բայց քրդերի համար մեր տարածքներում եղած նավթը մեր մեծագույն խնդիրն է։ All of things, they look like you, they looking you as a slave. If you don't give them, they trading with you. Եթե համաձայն ես ամեն ինչ տալ նրանց, քեզ հետ ստրուկի նման են վարվում։ Եթե չես համաձայնում, խաղեր են սկսում քեզ հետ։ Մեր նավթը միայն ինձ համար չէ, միայն իմ սերնդինը չէ, այն նաև եկող սերնդի համար է։ Այնպես որ չենք կարող ամեն ինչ տալ, միայն թե մեզ ապրել թողնեն։ Ամեն ինչի կենտրոնում նավթն է, որով հարուստ են մեր տարածքները։ Խնդիրը նաև մեր աշխարհագրական դիրքն է, դեպի ծով ելք չունենալը։ Այս առումով Թուրքիան շահել է, որովհետև Թուրքիան կարողանում է լավ խաղալ գերտերությունների հետ, պայմանավորված իր աշխարհագրական դիրքով։ Just plain by the geopolitical location. Turkish government is claiming everywhere that Kurds in Turkey, Kurds in Syria are terrorists. Թուրքիայի կառավարությունն աղմկում է, թե քրդերը ահաբեկիչներ են։ Կարող է հերթը հասնել Իրաքի քրդերին, եթե նրանք ավարտեն իրենց գործերը Թուրքիայի եւ Սիրիայի քրդերի հետ։ They turn their faces to Kurds in Iraq if they finish whatever they are planning with the Kurds in Syria. Let me tell you about my Թույլ տվեք պատմեմ ձեզ մի պատմություն այն օրերից, երբ ուսանող էի ԱՄՆ-ում։ Միջոցառումներից մեկի ժամանակ, որը կազմակերպվել էր արտասահմանցի ուսանողների համար, դահլիճ էին բերվել բոլոր այն երկրների դրոշները, որտեղից ուսանողներ կային։ Հարցրեցինք, ինչու մեր դրոշը չկա։ 200-ից ավելի քուրդ ուսանող կար այդ համալսարանում։ Պատասխանեցին՝ ձեր հարևանների պատճառով։ Պարզեցինք, թե որտեղից է գալիս հրահանգը։ Թուրքերն էին։ Հարցրեցինք, ինչու։ Գիտեք ինչ պատասխանեցին։ If two Kurds in Brazil, in Argentina. Ասացին, եթե երկու քուրդ անգամ Բրազիլիայում, Արգենտինայում միավորվեն, անգամ ուսանողական, ոչ թե քաղաքական կազմակերպություն ստեղծեն, ապա մենք դա չենք կարող թույլ տալ։ So, how they accept that the Kurdish people, 25 million Kurdish people in Turkey and more than 3 million in Syria. Ինչպես կարող են նրանք ընդունել, որ Թուրքիայի տարածքի 25 միլիոն քրդերը, Սիրիայի տարածքի ավելի քան 3 միլիոն քրդերը եւ ավելի քան 7 միլիոն քրդերը Իրաքում միավորվեն։ Նրանք չեն կարող դա ընդունել, բայց ես համոզված եմ, որ նրանք կտեսնեն դա։ Քրդերի նոր երիտասարդ սերունդը ավելի գիտակից է։ Նրանք գիտեն ամեն ինչ այնպես չէ, ինչպես 90-ականներին։ Մենք 2026 թվականում ենք, կապի մեջ ենք աշխարհի տարբեր երկրների համայնքների հետ։ Մենք աշխատում ենք ամենատարբեր ոլորտներում եւ ես կարող եմ ասել իմ թշնամիներին, որ մի օր նրանք կտեսնեն մեծ Քրդստան պետությունը։ In the world we are working in different way. So I will say my enemies that one day they will see the big Kurdistan as a country
and they have really good with all of the nations. Որը հրաշալի հարաբերություններ կունենա տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ։ Այդ մենք նրանց կուղարկենք հետ Միջին Ասիա։ To the middle of the Asia. About the coming to after the Syria and Turkey, they will turn to Iraq. So they tried to come to Iraq. Գալով ձեր հարցի այն մասին, որ Թուրքիայից եւ Սիրիայից հետո նրանք կանցնեն Իրաքի քրդերին։ Նրանք փորձել են դա, փորձել են գալ Քանդիլի լեռներ, այլ ուղղություններով նաեւ, բայց ամեն անգամ վերադարձել են դատարկ ձեռքերով։ They came back with the big with empty hands. So they tried to Նրանք փորձել են Սիրիայի տարածքի քրդաբնակ քաղաքները գրավել տարբեր ահաբեկչական խմբավորումների միջոցով, բայց նորից դատարկաձեռն են մնացել։ Հիմա նրանք փորձում են գալ Սիրիա, իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման նոր տարբերակի, Սիրիայի նոր կառավարության հետ, բայց համոզված են, որ կրկին դատարկ ձեռքով կվերադառնան։ Թող գան Իրաք, թող գան եւ կտեսնեն ինչպես ենք մենք պաշտպանում մեզ։ Նրանք կարող են մեր դեմ անօթաչուներ, կործանիչներ կիրառել, փորձել ցեղասպանել մեզ, բայց նրանք չեն կարող ջնջել մեզ որպես ազգ։ Արցախում հայերը նույն վիճակում էին կարող ենք ասել, ինչ հիմա քրդերը Սիրիայում, Քոբանիում եւ դրա կազմակերպիչը, ինչպես դուք նշեցիք, նույնն է։ During the Karabakh War, Ղարաբաղում պատերազմի օրերին ես իսկապես ունեի զգացողություն, որ Ղարաբաղում նույն մարդիկ են, ինչ Էրբիլում, Ղամիշլիում, որովհետև երբ տեսնում էի, որ թուրքական բանակը եւ Թուրքիայի հովանավորությունը վայելող մարդիկ հարձակվում են մեկի վրա, when I see the Turkish army and the people who supported by the Turkish army attacking anyone, they're attacking me. Հասկանում էի, որ նրանք հարձակվում են ինձ վրա։ Արցախում երեխաների վիճակը տեսնելիս զգում էի, որ նրանք իմ երեխաներն են, որ այդ մարդիկ իմ եղբայրներն են, իմ քույրերն են։ Եվ հիմա ես խնդրում եմ, որ անեք ինչ հնարավոր է Սիրիայի քուրդ ժողովրդի համար։ Այստեղ նույն մարդիկ են, ինչ Ղարաբաղում, Երևանում, եւ հավատացեք ինձ, քուրդ ժողովուրդը գիտի շնորհակալ լինել։ Do the best for the Kurdish people, and I'm sure that you will see how the Kurdish people support in the future for the Armenian people. Thank you. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։